Բարի առավոտ, բարի երկուշաբթի, իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, Կոտայք TV-ի եթերում բարի լույսն է, իսկ ձեզ համար տաղավարում աշխատում եմ ես, Ալիտա Եղիազարյանս։ Ասեմ, որ տարբեր երկրներում առավոտները սկսում են տարբեր կերպ։ Օրինակ, Վենեսուելայում առավոտները սկսվում է հանգիստ, բայց որոշակի ավանդույթներով։ Շատ վենեսուելացիները արտանում են առավոտյան 6-ից 7-ի սահմաններում։ Արտանալուց հետո սովորաբար մաքրում են տունը, դա մշակութային սովորություն է եւ այդպես կարծում են, որ օրը սկսվում է մաքուր միջավայրում։ Վենեսուելայում սուրճը շատ կարևոր է։ Առավոտները պարտադիր մարդիկ սկսում են սուրճով, իսկ նախաճաշը հարուստ է կալորիական եւ տիպիկ համերով։ Քաղաքներում առավոտյան շատ խիտ է երթևեկությունը, քանի որ ոմանք դպրոց կամ աշխատանքի են գնում։ Քանի որ Վենեսուելան կաթոլիկ երկիր է, որոշ ընտանիքներում առավոտները սկսում են աղոթքներով։ Կիրակի առավոտյան հաճախ մարդիկ գնում են նաև եկեղեցի ընտանիքով։ Իսկ ես, սիրելի հեռուստադիտողներ, առաջարկում եմ, որ մենք մեր առավոտը սկսենք օգտակար խորհուրդներով եւ այսօր միասին խոսելու ենք պաղպաղակի մասին։ Գիտեիք, որ շոգ եղանակին պաղպաղակի գործածությունը կարող է վտանգավոր լինել, քանի որ ջերմաստիճանի կտրուկ տատանումները բացասաբար են անդրադառնում լորձաթաղանթի վրա, ինչն էլ կարող է հանգեցնել բորբոքումների եւ նշիկաբորբերի զարգացման։ Եթե դրսում ջերմաստիճանը գերազանցում է 30 աստիճանը, ապա մարդու օրգանիզմը գերտաքանում է եւ այն պաղպաղակի միջոցով սառեցնելը շատ վատ միտք է։ Նման դեպքում ջերմաստիճանի կտրուկ տատանումը կարող է բացասաբար անդրադառնալ առողջության վրա։ Հնարավոր է զարգանա սուր ֆարինգիտ կամ նշիկաբորբ։ Նաև շոգ եղանակին այս սառը քաղցրավենիքի գործածությունը կարող է դառնալ ադենոիդիտի զարգացման պատճառ։ Բացի այդ, այն կարող է հանգեցնել քթաբորբերի զարգացման, իսկ այս դեպքում մեծ է հավանականությունը լուրջ բարդությունների, այդ թվում հայմորիտի վտանգ կա։ Սակայն այս ամենին զուգահեռ պաղպաղակը նաև հարուստ է վիտամիններով, հանքանյութերով, ամինաթթուներով եւ ֆերմենտներով, որոնք անհրաժեշտ են մեր օրգանիզմի պատշաճ նյութափոխանակության համար։ Պաղպաղակը բարելավում է տեսողությունը եւ կարգավորում է արյան ճնշումը։ Ուստի հիպերտոնիկ հիվանդներին խորհուրդ է տրվում այն ուտել։ Սա նպաստում է պաղպաղակի լավ մարսողությանը, քանի որ այն իր մեջ պարունակում է շատ քիչ ճարպ։ Այն արագորեն անցկացնում է աղիքային տրակտը։ Այնպես որ մարդիկ, ովքեր ունեն ստամոքսի խոց, կարող են հանգիստ օգտագործել այս մթերքը։ Պաղպաղակի մեջ պարունակվող կալցիումը օգնում է պահպանել առողջ ատամները եւ ոսկրերը, բարելավում է արյան մակարդումը, նվազեցնում է սրտի հիվանդությունների ռիսկը եւ կանխում է երիկամների քարերի առաջացումը։ Սա նաեւ հանգստացնում է նյարդեր եւ օգնում է թեթևացնել հոգնածությունը։ Չնայած այսքան օգտակար հատկություններին, պաղպաղակը կարող է վնասակար լինել այն մարդկանց համար, ովքեր ունեն գիրություն, շաքարային դիաբետ, գաստրիտ եւ հաճախակի գլխացավեր։ Այս խնդիրներ ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում կամ քիչ քանակությամբ օգտագործել կամ լիովին զերծ մնալ պաղպաղակից։ Պաղպաղակի օգտագործումը չարաշահելու դեպքում կարող է առաջանալ գլխացավ, դա պայմանավորված է մարմնի ջերմաստիճանի արագ անկմամբ, որի արդյունքում ուղեղում արյան հոսքը վատանում է։ Սիրելի հեռուստադիտողներ, մտածում եմ, որ հիմա ճիշտ ժամանակն է երաժշտություն վայելելու։ Հիմա առաջարկում եմ միասին դիտենք երաժշտական տեսահոլովակ, վերադառնանք եւ ես արդեն կներկայացնեմ մեր այսօրվա հյուրերին։ Սիրելի հեռուստադիտողներ, բարի լույս եմ մաղթում նրանց, ովքեր նոր են միացել մեզ, եւ հիմա ճիշտ ժամանակն է ներկայացնելու մեր այսօրվա հյուրերին։ Եվ այսօր զրուցելու ենք Գեղասահքի եւ հոկեյի մարզադպրոցի մարզիչ Գեղամ Վարդանյանի եւ գեղասահորդուհի Վիկտորիա Տեր-Մինասյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Շատ լավ։ Շնորհակալություն, լավ ենք։ Շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Եվ առավոտյան մեր հաղորդումը սովորաբար մենք սկսում ենք հյուրերին մեր ավանդական հարցը տալով, որպես եւ գեղասահորդուհի եւ մարզիչ, ինչպես է սովորաբար սկսվում ձեր օրը, ձեր առավոտը, ինչ եք անում առավոտյան։ Դե առավոտյան բնականաբար սկսում է աշխատանքով, մեր մարզումները սկսում են վաղ առավոտից, երբեմն ժամը 7-ից, երբեմն ժամը 8-ից, կախված սեզոնի ակտիվությունից։ Իհարկե սահատաշտում է սկսում են առավոտը։ Ձերը նույնպես Վիկտորիա։ Այո, իմ նույնպես ժամանակ առ ժամանակ մասնակցում եմ հավաքների եւ առավոտ 6-ից գնում ենք սահադաշտ մարզվելու։ Դու քանի տարեկան ես։ Ես 13 տարեկան եմ։ 13 տարեկան։ Իսկ ինչպես ես կարողանում համատեղել դպրոցը եւ մարզումները, չեն խանգարում արդյոք։ Կա մի կարծրատիպ, որ եթե մարդ զբաղվում է պրոֆեսիոնալ սպորտով, նա թերանում է ուսման մեջ, բայց ես կարող եմ ասել, որ դա այդպես չէ։
ես փորձում եմ լավ սովորել եւ իմ դպրոցի ուսուցիչները նույնպես շատ ըմբռնումով են մոտենում եւ երբ ճամփորդում եմ մրցումների այլ երկրներ հետ գալուն պես ինձ փորձում են օգնել որ միանամ դասապրոցեսին։ Իսկ քանի տարի է որ արդեն զբաղվում ես գեղասահքով։ Արդեն 9 տարի է համարյա զբաղվում եմ։ Իսկ ամենահիշարժան ելույթդ կհիշես, որ երկրում է տեղի ունեցել։ Վերջերս կայանալիք Daugava Open Cup Լատվիայում մրցաշարներ, այնտեղ զբաղեցրեցի պատվավոր երկրորդ հորիզոնականը, շատ հպարտ եմ, որ բարձր պահեցի Հայաստանի պատիվը 7 այլ երկրներից ժամանած մարզիկների շարքում։ Պարոն Վարդանյան, նաև խոսենք ձեր մարզչական գործունեությունից, քանի տարի է որ դուք զբաղվում եք հենց գեղասահքով եւ որպես մարզիչ։ Իրականում ես եղել եմ նախկին գեղասահորդ, ես էլ 4 տարեկանից, ինչպես Եվիկան, սկսել ենք մարզվել եմ գեղասահքով, այո, եւ մասնակցել եմ բազմաթիվ միջազգային մրցումների, այդ թվում նաեւ մեծահասակների աշխարհի եւ Եվրոպայի մրցումներին։ Իհարկե, սպորտային կարիերան դա երկար չի կարող տևել, երբ որ ժամանակը գալիս է ֆիզիկապես էլ չես կարողանում մնալ մարզավիճակի մեջ եւ սկսում ես արդեն զբաղվել, եթե ցանկություն ունես, զբաղվել արդեն մարզչական գործունեությամբ։ Մարզչական գործունեությունը սկսել եմ երևի մոտ, եթե չեմ սխալվում, 9 տարի առաջ, որը որ շատ դուր է գալիս ինձ, իհարկե ֆիզիկապես հոգնում ենք այնտեղ, բայց մտավոր աշխատանքը միշտ տիպում է, որ ավելի կատարելագործես քո սաներին եւ կարողանաս այն ամեն ինչը տաս, ինչ որ դու գիտես, քո հմտությունները, վարպետությունը, դա ուղղակի հաճույք է պատճառում, երբ աշխատում ես սպորտսմենների եւ հատկապես փոքր տարիքի երեխաների հետ։ Իսկ ի՞նչն էր ձեզ ամենաշատը դուր եկել, որ ընտրեցիք հենց այս սպորտաձևը։ Եթե անկեղծ ասեմ, ես չեմ ընտրել, իմ ծնողներս են ընտրել, ես այնքան փոքր եմ եղել, որ չեմ էլ հիշում երբեք առաջին անգամ կանգնել սառույցի վրա, չեմ գիտակցել, թե ինչ սպորտաձև է, իսկ երբ որ մեծացա, արդեն հասկացա, որ գեղասահքը մի ուրիշ աշխարհ է, որի մեջ ապրում ես դու։ Երբեմն ասում են գեղասահքը նաև արվեստի միջուղ է, արվեստ եւ սպորտ միաձուլվում է, իրականում ինքը շատ բարդ սպորտաձև է, շատ դժվարություններ ունի, շատ հիասթափություններ ունի, չէ՞ Վիկա։ Ես ուզում եմ մեջբերեմ, որ վերջերս Վիկտորիան վնասված դարձավ ոտնաթաթի կոտրվածք եւ բաց թողեց քաղաքապետի գավաթ մրցաշարը, չէ՞։ Մասնակցում էի մարզումներից մեկի ժամանակ ոտքս ոլորվեց եւ երբ բժիշկները ասացին, որ չեմ կարող 2 ամիս ոտքս դնել սառույցին, շատ էի հիասթափվել, բայց հետո հասկացա, որ դա այն ճանապարհն է, որը ես էի ընտրել եւ հետո հաղթահարեցի եւ Դա գեղասահքի մի մասն է, վնասվածքն ստանալ անխուսափելի է, ես չեմ ուզում վախցնեմ մեր հեռուստադիտողներին, որ գեղասահքը միայն վնասվածքներ է պատճառում, այո, երբեմն լինում է, որը ոչ ցանկալի չէ, բայց իսկական գեղասահորդը կամ գեղասահորդները պետք է հաղթահարեն այդ փուլը եւ շարունակեն իրենց սպորտային կարիերան։ Կարծում եմ, որ մեր հայ գեղասահորդների մոտ դա ստացվում է, որովհետեւ բացի Վիկայից էլի երեխաներ ունեն, որ վնասվածքներով են, բայց կրկին անգամ պայքարում են, ասում են, որովհետեւ դա կախվածություն է առաջացնում։ Գեղասահքը դա կախվածություն է։ Շատ սպորտաձևերում կարող ես մի անգամից թողնել, բայց գեղասահքում չեմ կարող բացատրեմ, թե ինչն է կապում երեխաներին, այդ թվում նաև ինձ, այդ թվում նաև Վիկտորիային, կախվածություն է առաջացնում եւ ֆանատի պես երեխաները զբաղվում են ու ձգտում են անցնել առաջ, հատկապես ներկա պահին, որովհետեւ մենք ունենք արդեն միջազգային ստանդարտներին համապատասխան եւ ամեն ինչով զինված, ամեն գույքով զինված մարզադպրոց եւ լավ հիմք է խոշոր մրցաշարերում արդեն լուրջ հաջողություններ գրանցելու։ Այն նշեցիք, որ շատ հաճախ այն երեխաները, ովքեր որ նոր են սկսում այս ասպարեզ նոր են մուտք գործում, մի փոքր դժվարություններից նրանք հիասթափվում են եւ այս հաղթահարելու համար շատ հաճախ նաեւ մարզիչի օգնությունն է անհրաժեշտ։ Ինչպես եք աշխատում երեխաների հետ, որպեսզի նրանց ավելի ոգևորեք։ Երեխաները ոչ թե մի տարբերակով պետք է աշխատես, որ սա է ու վերջ։ Յուրաքանչյուրին պետք է յուրովի մոտենաս, որտեղ յուրաքանչյուր երեխան իր տարբեր հոգեբանական տոնումներ ունի, տարբեր հոգեբանական տրամադրություն ունի, երեխա կա, որ ընդհանրապես
նա մտնում է սահելու եւ սահում է միջև վերջ երեխա կա, որ լացում է փոքր տարիքում, չի ուզում սահի, բայց պետք է կարողանաս կազմակերպես, պետք է հասկանաս թե ինչ է ուզում այդ պահին երեխան, որպեսզի կարողանա կանգնել սառույցին եւ փորձել լսել մարզիչին եւ կատարել վարությունները։ Իսկ Վիկտորիա ջան, ձեր դեպքում էլ դուք եք ընտրել այս սպորտաձևը, թե ծնողները նույնիսկ։ Ես չեմ ընտրել, քանի որ եղել եմ դեռ փոքր, 4 տարեկան, բայց հիշում եմ, որ երբ տեսա առաջին անգամ, թե ինչպես են սահում ինձանից տարիքով մեծ երեխաները, հասկացա, որ ես էլ եմ ուզում շարունակել մարզվել։ Իսկ ինչ է քեզ համար գեղասահքը։ Ես առանց գեղասահք ուղղակի չեմ կարող, նույնիսկ երբ վնասվածք ստացա, ինձ համար շատ անսովոր էր տանը ամբողջ օրը տանը անցկացնել, որովհետև իմ օրը մի շատ զբաղված է եղել։ Իսկ շատ հաճախ երեխաները, ովքեր որ ընտրում են այս կամ այն ուղին, ինչ որ ոգեշնչող մարդիկ են լինում կամ ինչ որ մեկին ցանկանում են նմանվել, կար քո դեպքում ինչ որ գեղասահորդ, որ ցանկանում ես հենց նրան նմանվել։ Շատ եմ դիտել միջազգային մրցաշարեր, շատերին եմ հավանում, սակայն կարող եմ առանձնացնել ճապոնուհի Մաուր Շիմադային, ով հայտնի է իր ճկունությամբ, արտիստիզմով եւ տեխնիկայով։ Նա դրա շնորհիվ հասել է տարբեր բարձունքների, գրեթե բոլոր ոսկե մեդալները կարողացել է վաստակել։ Խոշոր միջազգային մրցումների մասին է խոսքը, այո, Ճապոնիան ես ասեմ, որ ինքը կարելի է ասել արդեն Ռուսաստանի հետ ոտե մեկնում, ֆանտաստիկ դպրոց ունեն, ֆանտաստիկ սպորտսմեններ ունեն, նրանք կերտում են պատմություն գեղասահքում։ Իհարկե հիմա աշխարհում եւ ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը եւ Ճապոնիան կարելի ասել մի մակարդակի վրա են, բայց իրականում դա հիմնականում մեր ժողովրդի կողմից դա ռուսական սպորտ է գեղասահքը։ Այդպես էլ կա, որովհետեւ հիմնական մասնագետների հիմնական թելադրողը, ոճի թելադրողը ռուսներն են ներկայացությամբ։ Եվ առիթից օգտվելով ես ուզում եմ մի բան էլ ասել, որ աշխարհում ներկայապայում մենք ունենք շատ ուժեղ եւ շատ գրագետ, կարելի ասել գեղասահքի պրոֆեսոր մարզիչ Ռաֆայել Հարությունյանը, որը նա բնակվում է ԱՄՆ-ում եւ տալիս է օլիմպիական չեմպիոններ։ Կարող են առանձնացնել Նեթան Չենին, Իլիա Մալինին, որ վերջերս դարձավ աշխարհի չեմպիոն, ֆանտաստիկ պրոֆեսոր եւ հպարտանում եմ ես դրանով, հաճախ եմ նայում նրա պարապմունքների վիդեոները եւ փորձում եմ նույնը կրկնօրինակել նաեւ մեր սաների համար։ Իսկ ձեր կարծիքով Հայաստանում որքանով է այս սպորտաձևը գնալով զարգանում եւ կան թերությունները, որ կարելի է շտկել եւ ավելի զարգացնել։ Հայաստանում զարգացման փուլում է գտնվում գեղասահքը, բոլոր հիմքեր ունենք լավ զարգանալու, ուղղակի մեզ պակասում է մի քիչ երևի կարելի ասել հավաքների բացակայությունը, մարզիչների կատարելագործման բացակայությունը, ինչպես նաեւ ֆինանսավորումը, որովհետեւ գեղասահքը պահանջում է մեծ ֆինանսներ, որպեսզի միշտ կարողանան երեխաներին բարձր պահել սպորտային կարողությունները, այդ դա պահանջում է ֆինանս, դա ձևավորվում է հավաքներով, գույքով, էլի շատ գործոններ կա, չեմ ուզում մանրամասնել, բայց կարամ վստահ ասեմ, որ արդեն մենք մեր մարզադպրոցը ունի արդեն միջազգային մրցումներում մրցանակային տեղեր։ Եթե ժամանակին մենք մասնակցում էինք միայն մասնակցելու համար, իսկ հիմա մենք արդեն գնում ենք, չէ՞ Վիկա։ Գնում ենք մասնակցելու եւ մրցանակային տեղ գրավելու, երբեմն մենք տխրում ենք, որ մրցանակային տեղ չեն գրավում։ Մեր ժամանակ, երբ որ ես ես ասում, մենք գնում ենք կարելի ասել ուղղակի մասնակցենք, եթե հնարավոր լինի նաեւ մրցանակային տեղ, իսկ հիմա միայն մրցանակային տեղի համար։ Իսկ բացի Վիկտորիայից ունեք սաներ, ովքեր որ արդեն հասել են մեծ միջազգային հաջողությունների այս սպորտաձևով։ Այո, ունենք։ Մարզադպրոցում մարզվում են Միքայել Սալազարյանը, կարամ առանձնացնեմ Սոֆի Կարապետյանը, որոնք մասնակցում են արդեն աշխարհի գավաթի փուլերին, Միքայել Սալազարյանը վերջին 2 պատանեկան աշխարհի առողջության ուղեգիր նվաճեց եւ պատում ներկայացրեց Հայաստանը, որը շատ գովելի է, եւ կարծում եմ, որ մի սեզոնին էլ կփորձեն արդեն մասնակցեն նմանատիպ խոշոր իրավունք ձեռք բերեն մասնակցեն խոշոր մրցաշարերին։ Իսկ ձեր դպրոցում քանի տարեկանից են երեխաները հաճախում եւ մինչեւ քանի տարեկանը կարող են գալ եւ մասնակցել։ Ընդունելությունը 4-ից 6 տարեկան է։ Ինչու եմ շեշտում 4-ից 6, որտեղ 7 տարեկան արդեն ուշ է։
միջև կարող է զբաղվել ինչքան որ կների առողջությունը։ Այսինքն ճիշտ է որ սկսեն, ճիշտ ժամանակը 6 տարեկանից սկսած 4-ից 6, հա, որովհետև այդ ժամանակ վախի գործոն չկա, երեխաները ավելի ճկուն են եւ քանի որ մեր այդ բար տեխնիկական սպորտաձև է, պետք է սկսեն փոքր տարիքից, որովհետեւ արդեն 13-14 տարեկանում կարողանաս բարդ էլեմենտներով հանդես գաս։ Եթե սկսեն երեխաները սկսեն 9 տարեկանում կամ 8 տարեկանում, գրեթե անհնար է, չնայած բացառություններ լինում են։ Վիկտորիա ջան, մի փոքր կպատմես նաև քո առօրյա մարզումներից, սկզբում ինչ եք անում եւ հետո վերջնական, եթե պետք է մրցույթի մասնակցես, վերջնական արդյունքի հասնելու համար, արդեն լիովին բեմադրությունը պատրաստ լինելու համար ինչքան ժամանակ է պահանջվում։ Շատ ժամանակ է պահանջվում միջև մրցումներ, լինում են ժամանակաժամանակ հավաքներ, որտեղ լրիվ ամբողջովին պարապում ենք, պատրաստվում ենք մրցումներին, իսկ մրցումներից արդեն մի քանի շաբաթ առաջ ավելի շատ ենք սկսում ներկայացնել մեր ծրագրերը, անում ենք պրակատներ եւ մրցումներին պետք է իմ կարծիքով լարվածությունը չպետք է թողնի հաղթի քեզ, պետք է կառավարես լարվածությունը։ Ինչպես ես դու կառավարում քո մեջ լարվածությունը։ Իհարկե Լավ հարց տվեցիք, շատ նուրբ հարց է դա, որովհետև յուրովի է յուրաքանչյուր մարզիկ եւ մարզիչ տարբեր ձև է տրամադրվում մարզումներին։ Առանց լարվելու անհնար է, բայց պետք է քո մեջ պահես եւ դա ցույց չտաս, թե չէ կարող է շատ հեշտ խանգարել։ Ես ավելացնեմ Վիկտորիային, մարզումներին դու հնարավոր է սահես գերազանց, լավ էլեմենտներ անես, անխափան ամեն ինչ, իսկ մրցումների ժամանակ լրիվ այլ կերպ է դասավորվում։ Հնարավոր է մրցումների ժամանակ ունենաս եւ անկումներ եւ լարվածության ֆոնի վրա անգամ մոռանաս քո ծրագիրը, լինում է այդպիսի բաներ, շատերը ասում են մրցումները լրիվ ուրիշ աշխարհ է։ Եթե ուզում ես դու լինես լավ մարզավիճակում, պետք է մասնակցես շատ մրցումների, որպեսզի արդեն քո համար սովորական լինի այդ ամեն ինչը։ Ոչ թե մարզումների ժամանակ ասենք ոնց որ ասես պրակատը պետք է սահեն նայենք, որտեղ այդ լարվածությունը չես զգում, բայց մրցումների ժամանակ արդեն լարվածությունը գագաթնակետին է հասնում։ Վիկտորիա ջան, լինում է որ լիովին լիարժեք պատրաստ ես լինում, բայց մրցման ժամանակ օրինակ բեմադրության մի փոքր մաս մոռանաս եւ ինքս քեզ հենց իմպրովիզ անես։ Եղել է նաեւ դեպք, որ 1 ամսվա ընթացքում մասնակցել եմ Երևանի առաջնությանը, զբաղեցրել եմ առաջին հորիզոնականը, 10 օր հետո մասնակցել եմ Հայաստանի առաջնությանը, ես զբաղեցրել եմ վերջին հորիզոնականը, ու սպորտում ամեն ինչ պատահում է ու պետք չէ նեղվել, հուսահատվել պարտություններից, որովհետև դրանք մեզ ավելի ուժեղացնում են։ Հետևություններ պետք է անեն ավելի շատ, թե ինչի համար էսպես եղավ, որ մյուս մրցումներն արդեն ավելի լավին պատրաստ են։ Այո, երբ որ գրում ես պարտություններ, շատ հաճախ այդ ժամանակ էլ նույնպես, երբ որ մարզիկները զբաղվում են սպորտով, որ միշտ գրանցեն առաջին հորիզոնականում լինեն եւ միշտ հաղթանակներ։ Երբ որ գրանցում ես պարտություններ, ինչպես ես այդ դժվարությունները հաղթանում եւ այսքան ժամանակ, երբ որ մասնակցել ես մրցումների, ով է քեզ համար եղել ամենաուժեղ մրցակիցը, այսպես ասած։ Չեմ թերագնահատում երբեք իմ մրցակիցներին, բոլորին ինձ համար հավասար են, բայց պարտություն, երբ որ պարտություն եմ գրում, բնականաբար սկզբից նեղվում եմ, բայց հետո հասկանում եմ, որ դա ինձ ավելի ուժեղացրեց ու եթե այս պարտությունը չլիներ, երևի ես ավելի չէի ուժեղանա ու հաջորդին չէի կարողանա հաղթել։ Իսկ գեղասահքում ինչպես ես պատկերացնում քո ապագան, ինչ պլաններ ունես։ Ներկա պահին դեռ ունեմ հանձնելու քննություն, որպեսզի որոշվի իմ տարիքային խումբը, երբ հանձնեմ, ինձ թույլ տան փոխեմ ավելի մեծերի հետ սկսեմ պարապել, արդեն ավելի լուրջ նպատակներ ունեմ, իսկ հետագայում իմ կարծիքով կորոշեմ գեղասահքով շարունակել։ Ունեք հնարավոր է մարզչական գործունեությամբ այնպես բան։ Հա, որովհետև ունենք շատ լավ մարզիչներ, օրինակ Ռաֆայել Հարությունյանը, որ մարզել է մեր մարզիչներին եւ հիմա էլ մարզում է աշխարհի օլիմպիական չեմպիոններին եւ ինչու ոչ մենք էլ կարող է լավ մարզիչ կարողանանք դառնալ։ Եվ շատ հաճախ նաև մարզիչներն են մարզուհիներից կամ հենց մարզվողներից ինչ որ բան սովորում։ Դուք ինչ եք սովորում ձեր աշակերտին։ Փորձ, որովհետև դու աշխատում ես սպորտսմեններ, դու գիտես թե
քո մեթոդիկան տալիս ես, բայց միգուցե նա չի ընդունում քո մեթոդիկան։ Պետք է փնտրես ճանապարհ, որպեսզի կարողանաս ճիշտ տեխնիկայով սովորացնես, ճիշտ հոգեբանական տրամադրություն հաղորդես նրան մարզիչները գեղասահորդների հետ աշխատելով միայն վաստակում են փորձ, որը թույլ է տալիս արդեն մյուս սերունդին ավելի վստահորեն կարողանաս մարզել ու ավելի լավ ռեզուլտատ ունենաս։ Նշեցիք, որ դպրոցը արդեն համալրված է միջազգային բոլոր տեխնոլոգիաներով եւ սրահով եւ ամիջով, իսկ ինչ միջազգային մոտեցումներ եք կիրառում, ինչ նոր մոտեցումներով եք աշակերտների հետ աշխատում։ Գեղասակը ժամ առ ժամ առաջ է գնում։ Ժամ առ ժամ ինքը փոփոխվում է, տարբեր էլեմենտներ, տարբեր դետալներ։ Հիմա եթե մենք համեմատենք 20 տարվա առաջվա տեխնիկան եւ հիմիկվա տեխնիկան, ներկա տեխնիկան լրիվ տարբերվում է։ Հիմա արդեն գնում ենք քառակի պտույտների, եթե այն ժամանակ մոտ մի 30 տարի կամ 20 տարի առաջ որ նայենք, քառակի պտույտ դա ֆանտաստիկա էր թվում։ 4.5 աքսելով են անում արդեն պատկերացնեք 4.5 աքսել դա միայն կարան մոնտաժով, վիդեո մոնտաժով անեն, իսկ հիմա արդեն Ռաֆայել Հարությունյանի սանը, որը մարզվում է, արդեն կատարում է այդ էլեմենտը։ Դա միայն գեր ժամանակակից տեխնիկայի շնորհիվ է, որ կարողանում են մենք պետք է նայենք, սովորենք, փորձենք ընկալենք այդ տեխնիկան եւ նույնը մենք է կատարենք։ Նկատի ունեմ մարզիչը ոչ թե պետք է միայն կարողանա այն ինչ որ գիտի ինքը մատուցի սպորտսմենին, այլ նաև պետք է ինքը հենց ինքը կատարելագործվի։ Եվ նշեմ նաև որ մեր մրցավարական համակարգը կրկին անգամ փոխվել է նույն ձև ինքը փոխվել է արդեն դեռ մաթեմատիկա է, յուրաքանչյուր թռիչք ունի իր արժեքը, իր ֆակտորները, տոկոսային հարաբերություն գումարվում է, հանում է ինքը Սենց ասեմ, ամեն ինչ թվայնացվում է գեղասակում։ Ես կարծում գգա ժամանակն էլ մրցավարներ չինի, արդեն ռոբոտները կդատեն։ Իսկ ունենում եք հյուրեր, օրինակ, երբ որ այլ երկրներից կան եւ պրոֆեսիոնալ մարզիչներ եւ իրենց փորձով կիսվեն նաեւ սկսնակ երեխա։ Այո, իհարկե։ Դա ոչ թե ունենում ենք, այլ դա պարտադիր պայման է, որտեղ մենք կարող ենք գնանք հարևան երկրներ կամ ուրիշ երկրներ փորձի փոխանակման համար եւ դրսից մարզիչներ են նաեւ գալիս Հայաստան փորձի եւ հավաքներ են կազմակերպում եւ մարզիչների հետ են զրուցում եւ քննարկում մարզական տարբեր դետալներ։ Իսկ այս տարվա պլաններից նաեւ խոսենք, ինչ նոր պլաններ ունեք ապագայում, որ պետք է կազմակերպվեն մրցույթներ։ Սա արդեն պասիվ սեզոնն է, քանի որ ամառ է, հիմա սեզոնը կարելի ասել ավարտված է։ Սեզոնը մեր մոտ սկսվում է օգոստոսի վերջից եւ մինչեւ մայիս տարբեր միջազգային մրցումներ կան Հայաստանի կտրվածքով մենք ունենք Հայաստանի մրցումների դեկտեմբեր ամսին եւ միջազգային մրցումներ արդեն մենք պետք է միասին ընտրենք թե ինչ պլանավորենք թե ինչ միջազգային մրցումներ ենք ուզում մասնակցել։ Իսկ ինչ խորհուրդ կտաք այն աշակերտներին, այն երեխաներին, ովքեր նոր են ուզում մուտք գործեն այս սպորտաձև, ինչ անեն, որպեսզի նրանք հասնեն հաջողության։ Ասավիկ։ Եվ նաև դուք որպես մարզիչ։ Նույնը որ եթե հանկարծ պարտվեն, չհուսահատվեն եւ միշտ դնեն նպատակ, ինչպես ասում էին մարզիչներից մեկը, դնեն նպատակ եւ ուղիղ իրենց նպատակի հետևից գնան։ Խորտ կտան զբաղվում են գեղասակով, որտեղ գեղասակը առաջին հերթին առողջություն է, բացի նրանից որ վնասվածքներ են ստանում երեխաները, չեմ ուզում վախցնեմ, որ միայն վնասներով լի է մեր սպորտաձևը, այլ նաև ինքը առողջություն է պարգևում, շատ ժամանակ, երբ որ հիվանդանում են բրոնխիտով, բժիշկը առաջի դեղատոմսը դա գեղասակով զբաղվելն է, որտեղ նրանք շնչում են սառցե բյուրեղյա օդը, դա թոքերի համար առաջի տեղն է։ Եվ ընդհանուր առմամբ բացի առողջությունից նաև զարգացնում է ճաշակը։ Ինքնիշ հետաքրքիր նախադասություն ասի, դա ապացուցված թեզ է, որ բոլոր գեղասահորդները ու բացառություններ կլինեն, հիմնականում լինում են բարձր ճաշակով։ Էսթետիկան, որտեղ մեր մոտ կա երաժշտություն, տեխնիկա եւ արվեստ։ Իսկ նշեցիք քանի տարեկանից, իսկ ձեր դպրոցում ավելի շատ ինչ եք նկատում տարեստարի երեխաները, տղաներն են ավելի շատ հետաքրքրվում թե աղջիկները։ Մեր մարզադպրոցում մարզվում է մաքսիմում 5 տղա։ Եթե լինեն սաների քանակը չեմ ասում։ Խմբում, ասենց ասեմ, եթե լինի 20 հոգի աղջիկ, կլինի 1 տղա։ Տղաները մեր մոտ շատ քիչ են, խորհուրդ կտամ տղաներին զբաղվել գեղասակով, որտեղ կարծում են դա կանացի սպորտաձև է, բայց երբ որ կանգնում են սառույցի վրա,
հասկանան, որ դա կանացի չէ միայն։ Կարելի է նաև տղաներն զբաղվում են, որովհետև տղաները շատ քիչ են Հայաստանում, որ զբաղվում են գեղասարքով, խրախուսելի կլինի, երբ որ մենք տեսնենք տղա երեխաները արդեն մարզում են։ Իսկ դպրոցում միայն պրոֆեսիոնալ, թե նաև սիրողական կարող են երեխաները։ Եվ մեծահասակներին, եւ ձեզ ենք հրավիրում սահելու իհարկե, եւ սիրողական մակարդակով շատ ժամեր ունենք, որ գալիս են ընտանիքներով, ընկերներով, համակուրսեցիներով, համադասարանցիներով գալիս են, իրանց համար հատկապես ամռան այս եղանակին Սարադաշտում գտնվելը դա գերագույն հաճույք է։ Վիկտորիան նշեց որպես գեղասահորդուհի իր պլաններից, դուք որպես մարզիչ դպրոցի հետ կապված ինչ պլաններ ունեք հետագայում։ Դե իհարկե որպես մարզիչ բոլոր մարզիչների երազանքն է ունենալ այնպեսի սաներ, որ կարողանան դառնալ խոշոր մրցաշարերում հաղթողներ, ես էլ ունեմ այնպեսի երազանքներ, որի համար պետք է շատ աշխատել, շատ կատարելագործվել, որը փորձում ենք անել։ Շնորհակալ եմ շատ հետաքրքիր զրույցի համար։ Մենք ենք շնորհակալ ձեզ, որ հրավիրեցիք այստեղ, զրուցեցինք, շնորհակալություն։ Ձեզ էլ մաղթում եմ նորանոր հաջողություն։ Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալ ենք։ Սիրելի հեռուստադիտողներ, ես հիշեցնեմ, որ այսօր զրուցում ենք գեղասահորդուհի Վիկտորիա Տերմինացի եւ հոկեյի մարզադպրոցի մարզիչ Գեղամ Վարդանյանի հետ։ Իսկ այս պահին առաջարկում եմ դիտենք տեսահոլովակ, որից հետո կշարունակենք մեր թողարկումը։ Մենք շարունակում ենք եթերը սիրելի հեռուստադիտողներ եւ ասեմ, որ հոլիվուդյան կինոաստղ Թոմ Քրուզը ներառվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես այրվող պարաշուտով ամենաշատ ցատկեր կատարող անձը։ Ռեկորդը գրանցվել է առաքելությունն անիրագործելի է ֆիլմաշարի վերջին մասում կատարած հնարքից հետո։ Ընդհանուր առմամբ 62-ամյա դերասանը կատարել է 16 նման ցատկ։ Թոմը պարզապես մարտաֆիլմերի հերոսների դեր չի խաղում, նա հենց մարտաֆիլմերի հերոս է։ Նրա հաջողության մեծ մասը կարելի է բացատրել բանականության նկատմամբ լիարժեք նվիրվածությամբ եւ գլխավոր հերոսի կարողությունների սահմանները ընդլայնելով։ Նա մեծ պատիվ է նշանավորել նրա անվախությունը նոր ռեկորդների տիտղոսով, հայտնել է Գինեսի ռեկորդների գլխավոր խմբագիրը։ Սիրելի հեռուստադիտողներ, վստահ եմ, որ ձեր տրամադրությունը շատ բարձր է եւ շատ լավ, իսկ հիմա միասին առաջարկում եմ անդրադառնանք մի յուրահատուկ երկրի՝ Սան Մարինոյին։ Սան Մարինոն գտնվելով Իտալիայի սրտում դարձել է ոչ միայն աշխարհի ամենահին պետություններից, այլև հպարտանում է իր հզորությամբ եւ յուրահատուկ մշակույթով։ Իսկ հիմա ժամանակն է եւ առաջարկում եմ միասին ծանոթանանք Սան Մարինոյի պատմությանը։ Սան Մարինո։ Սան Մարինոն համարվում է աշխարհի ամենահին հանրապետությունը։ Այն հիմնադրվել է դեռևս 301 թվականին Քարհատ Մարինոյի կողմից։ Ըստ լեգենդի, Սուրբ Մարինոն թողել է այսօրվա Խորվաթիայի կազմի մեջ գտնվող Ալբա կղզին եւ իր ընկերոջ Լեոյի հետ գնացել Ռիմինի քաղաք, որպես քարտաշ որմնադիր։ Հետո խուսափելով իր հանդեպ իրականացվող քրիստոնեական հալածանքներից փախել է մոտակա Մոնթե Տիտանո լեռը, որտեղ կառուցել է մի փոքրիկ եկեղեցի եւ հիմնադրել այսօրվա Սան Մարինոն։ Հիմնադրման պաշտոնական ամսաթիվը 301 թվականի սեպտեմբերի 3-ն է։ 5-րդ դարում երկիրն աղքատ էր եւ հազիվ էր կարողանում պահպանել իր անկախությունը ընդհատումներով։ 1631 թվականին նրա անկախությունը ճանաչեց Հռոմի պապը։ Երբ Ֆրանսիան ղեկավարում էր Նապոլեոն Բոնապարտը, երկիրը կանգնած էր ազատությունը կորցնելու վտանգի առաջ, սակայն Անտոնիո Օնոֆրի շնորհիվ հաջողվում է բարեկամություն ձեռք բերել Նապոլեոնի հետ։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, երբ Իտալիան պատերազմ հայտարարեց Ավստրո-Հունգարիայի դեմ, Սան Մարինոն չեզոքություն պահպանեց այդ ամենից։ Չնայած իր փոքր չափերին, Սան Մարինոն զարգացած տնտեսություն ունի, հիմնված туриզմի, բանկային ծառայությունների եւ վարպետական արտադրության վրա։ Ամեն տարի հազարավոր զբոսաշրջիկներ այցելում են Տիտանո լեռնագագաթին գտնվող միջնադարյան ամրոցները, թանգարանները եւ պատմական փողոցները։ Չնայած Եվրոպայի կենտրոնում գտնվելուն, Սան Մարինոն ունի յուրահատուկ պետական խորհրդանիշներ, դրոշ եւ զինանշան։ Վերջին տարիներին Սան Մարինոն ակտիվորեն համագործակցում է Եվրոպական միության հետ, միաժամանակ պահպանելով իր անկախ կարգավիճակը։ Երկիրը նաև ջանքեր է գործադրում համացանցային տեխնոլոգիաների եւ կանաչ էներգիայի ոլորտում զարգանալու ուղղությամբ։
Սան Մարինոն դասական օրինակ է այն բանի, թե ինչպես կարող է փոքր պետությունը մեծ արժեք ունենալ աշխարհի քաղաքական, մշակութային եւ պատմական քարտեզի վրա։ Նրա խաղաղ գոյակցությունը, ինքնիշխանության պահպանումը եւ հարուստ ժառանգությունը ներշնչանք է շատերի համար։ Հարգելի հեռուստադիտողներ, շնորհակալություն եմ հայտնում, որ առավոտը սկսեցիք մեզ հետ բարի լույսը դիտելով, ձեզ մաղթում եմ հաճելի օրվա շարունակություն, իսկ մենք արդեն կհանդիպենք վաղը նոր պատմություններով եւ նոր հետաքրքիր հյուրերով։